հա։ Միջներ ավարտ կներկայացնի մեր բացականների, երեխաներ, այստեղ ունեմ դրված հարցեր, կցանկանամ, որ 1-ից 3 հաշվարկով այս կողմից սկսենք և թերթիկները քաշել, հա։ Սկսենք։ 1, 2, 3։ Մոտեցի, գալի։ Քաշիկ և նստի պատրաստի, որ հարցին պատասխանես։ Հաջորդը 1, 2, 3։ Մոտեցի, անուշ։ Շարունակենք։ 1, 2, 3։ Շնորհակալություն։ Հաջորդը։ Դե եկեք հիմա հետո տեսնենք ինչ հարցեր ունենք և պատասխանենք հարցերին։ Խնդրեմ գալի սկսի։ Ինչ օրնակ հնչեցրեցին գյուղի մեծերը, շարունեք երեխեք, բայց այսպես շատ լավ, սկսենք հաջորդը։ Ինչու է եղանակը խոսում ենք ուզենի մասին, ինչը խորհրդանշում է ծան։ Եղանակը խոսում ենք ուզենի մասին, քանի որ նրանք նստած են ուզենի տակ, ուզենի տակ նստած կերում են անում, ինչպես կրված է դասում, և ուզենիներ իմ կարծիքով խորհրդանշում է բարեկեցիկ կյանք Երկարակեցություն կարող ենք ասել, բայց ոչ բարեկեցիկ կյանք։ Շատ լավ, հաջորդը, խնդրեմ Լիլիթ։ Որտեղ և ովքեր էին քեֆ անում ուրախանում։ Պապերը, հայերը և գյուղի տերերը հավաքվել էին ուզենի տակ և քեֆ էին անում և ուրախանում։ Շատ լավ, Երանուհի։ Ով էր բանաստեղծության հեղինակը։ Բանաստեղծության հեղինակը Հովհաննես Թումանյանն էր։ Շատ լավ, հաջորդը նկարագրիր մանուկների ինչ էին անում նրանք։ Նրանք ծերուկների դիմաց գլխաբաց կանգնած էին և ինչ էին անում մանուկները։ Երգում էին։ Այո, ուրախ երգեր էին երգում, շատ լավ, շնորհակալ եմ երեխաներ։ Այս հարցերից մենք ինչ հասկացանք։ Հասկացանք, որ մենք ուսումնասիրել ենք ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հին օրհնություն բանաստեղծությունը։ Շատ լավ։ Ուզում եմ հիմա այստեղից հասկանալ այս բանաստեղծությունից մենք ինչ արժեքներ ձեռք բերեցինք, ինչ սովորեցինք։ Այդ արժեքները վերհանելու համար երեխաներ, ես հիմա կառաջարկեմ 3 բանալի բառեր, որոնց միջոցով մենք կանփոփենք մեր դասը։ Մեր առաջին բանալի բառն է սերունդների միջև կապը։ Տեսնենք, թե բանաստեղծությունից ելնելով մենք ինչ կապ տեսանք այստեղ սերունդների մեջ, հա։ Մենք սերունդներից եկավ հին օրհնությունը հասավ մինչև մեզ, չէ՞, մեր մեծերից հասավ մինչև մեզ։ Հիմա այստեղ ուզում եմ տեսնել, ինչ կապ կար տատիկ-պապիկների մեջ, ինչ կապ մենք ստեղծեցինք մեր ծնողների ու մեր միջև։ Դե եկեք հասկանանք, հա, այստեղից։ Հիմա ուզում եմ նաև դուք ինձ պատմեք, թե ինչպիսի կապեր եք ստեղծում դուք ձեր տատիկ-պապիկների հետ, այ որ խաղեր եք խաղում նրանց հետ, նրանց նորագույն տեխնոլոգիաներ եք սովորեցնում, ովքեր կարող են ասել, իր տատիկ-պապիկի հետ ով ինչով է զբաղվում, որ այդ կապը մենք պահենք։ Խնդրեմ Գոհար։ Օրինակ ես իմ տատիկի հետ, իմ տատիկին շատ է սովորեցել խմորեղեն պատրաստել։ Դու այդպես ես տատիկիդ հետ կապը պահում, այո, իսկ կա աշակերտներ, որ իրենց մեծերին սովորեցնում են նորագույն տեխնոլոգիաներից օգտվել, որ ասում են նորագույն տեխնոլոգիա, դուք շատ բարդ բաներ մի պատկերացրեք, նաև մեկ բջջային հեռախոսը պատկերացրեք, որ մեր մեծերը դժվարությամբ են, չէ՞, այդ օգտագործում, օրինակ անուշ ինչպես ես օգնում այդ հարցում տատիկին կամ պապիկին, ինչու՞ չէ նաև ձեր ծնողներին, հա։ Օրինակի համար, երբ որ համակարգ հեռախոսից ջայից մենք որ տեղեկություն հանենք, տատիկս օրինակի համար ուզում եմ իհան տեղեկություն հանի, ես նրան օգնում ես, մեր հաջորդ բանալի բառը, մեծերի օրհնանքը։ Այ բանաստեղծության մեջ մենք օրհնանքի հանդիպեցինք, չէ՞ երեխաներ, այո, մեզ ովքեր էին օրհնում։ Հովհաննես, ովքեր էին օրհնում։ Մեր մեծ պապերը։ Մեր մեծ պապերը, որոնք ինչու էին մեզ
քիչերս չէին օրհնում, այլ մեծերն էին օրհնում։ Մեծերը իրանք տեսել են այդ Իրենք տեսել էին այդ դժվարությունները, չէ, լավ նստին, ահա, այստեղից հասկացանք երեխաներ, որ մեր մեծերը ապրել են շատ դժվարին պայմաններով և կենցաղային, և ինչու չէ նաև պետականության դժվարին տարիներ են նրանք ունեցել, ահա, այստեղից ինչ ենք հասկանում, որ նրանք ապրած այդ դժվարությունների արդյունքում, նրանք մեզ նվիրում են ինչ երեխաներ, նրանք մեզ ինչ են նվիրում, մեր մեծերը, ով կարող է ասել, նրանք մեզ բարօրություն են, չէ, նվիրում, լավ, մեր հաջորդ բանալի բառը բարօրությունն է, տեսնենք բարօրությունը ինչպես տվեցին մեծերը մեզ, այդ բարօրությունը ինչի արդյունք էր, որոնք տվեցին մեզ, նայեք, քանի որ բանաստեղծության մեջ բովանդական վերլուծության ընթացքում մենք ինչ տեսանք, որ մեր մեծերը դժվարին պայմաններով են ապրել, չէ, նրանք դրա համար մեզ հիմա բարօրություն են հաղթում, որ իրենց կրկնած այդ դժվարին կյանքը, դժվարին պայմանները մենք չվերապրենք, չէ, ինչ էին անում մեծերը, որտեղ էին գտնվում, ինչ էին անում, խնդրեմ, մեր մեծերը գտնվում էին դաշտում, գուզանուդակ նստած և լսում են երեխաների երգը, երեխաների երգում ինձ երեխաները զվարթ խաղում և երգում էին, և նրանք ինչ էին խոսում նաև նստին, նրանք և մի բաներ էին խոսում, խորում էին ինչի մասին երեխաներ, խորում էին մեր մեծերը աշխարհի մասին, չէ, մեր պապերը նստած խորում էին աշխարհի մասին և վայելում էին երեխաների զվարթ խաղը և երգը, չէ, Հիմա երեխաներ խնդրում եմ ինձ լսել, որ բացատրեն ինչ աշխատանք պետք է կատարել, մեր առաջին խմբին հանձնարարված է գտնել տրված բառերի հոմանիշները, խնդրում եմ, ուշադիր լինել և ճիշտ աշխատել, մեր երկրորդ խմբին կհանձնարարեն կազմել հոմանիշային զույգեր, խնդրեմ, խառնել հոմանիշները, դուք պետք է շտկեք, և մեր երրորդ խմբին կհանձնարարեն գտնել տրված տեքստի արձագանները և գրել դրանց հոմանիշները։ Այսքանը երեխաներ ձեզ աշխատանքի համար տալիս եմ 10 րոպե ժամանակ։ Հիմա աշխատեք։ Երեխաներ, մեր ժամանակը ավարտվեց։ Հիմա կցանկանամ տեսնել, որ խումբը ինչպես է աշխատել։ Առաջին խումբը ջրի պես երկար կյանք ունենալն է, խմբի անունը սա է, խնդրում եմ, ով է խմբավարը։ Ձեզեցի, դիլիկ, աշխատանքը կարդա։ Գրեք տրված բառերի հոմանիշները։ Քաջ, քաջ, ուժեղ, հզոր, հարված, զարկ, փոքր, մանր, պատերազմ, մարդ, հավաքել, ժողովել, ձիգ, դժույք, չար, սատանա, գեղեցիկ, սիրուն, թույլ, տկար, մոտիկ, մոտ։ Շատ լավ, երկրորդ խմբի անունը տեսնեն, մեր երկրորդ խումբը ոտքը քարին չարմեն խումբն է, ով է խմբի ղեկավարը։ Խնդրեմ ներկայացրու, անուշ։ Կազմել հոմանիշային զույգեր, մագիլ ճանք, նժդեր, խիզախել, հետի հետ, ինչասպար, հանդգնել թափառական, նուրդի բելի, ճաճան շոտ։ Շատ լավ, հիմա երրորդ խմբի անունը տեսնենք, խմբի անունն է կանաչ ճանապարհ, ով է ներկայացնում, ով է ղեկավարը, ներկայացրու, գտնել արձագանները և կազմել դրանց հոմանիշները, աշտանային հրաշք կամ գաղում, մի գեղեցիկ առավոտ երեխաները միայն արձագանները, խնդրում եմ կարդալ և հոմանիշները։ Նախ ծեր, մեծ, բարի կամեցով, ուրախ զվարթ։ Շատ լավ, երեխաները մեր երկրորդ խմբում սխալ ունեին, ով կարող է գտնել այդ սխալը, խնդրեմ, Նժդեհը նշանակում է թափառական։ շատ լավ, իսկ ինչ էիք գրել անուշ, իսկ ինչու էիք շփոթել, որովհետև բառը նախնազանցանոց էր, հետո էլ բարեկին նժդեհի լավ, այո, ես մտածված էի նաև անծանոթ բառներ առել աշխատանքի մեջ, որպեսզի դրանով մեր բառային ֆոնդը հարստացնենք, չէ՞,
բառեր սովորել, իսկ սխալի հիման վրա կարող եք չէ մեկ նոր բառեր սովորել։ Ահա, շատ լավ երեխաներ։ Այսքանով ավարտեցինք մեր նյութը։ Հիմա ուզում եմ մի փոքրիկ վերախաղ կազմակերպենք։ Այդ վերախաղը կլինի հին օրհնության մեր այս փոքրիկ անկյունում, անկյուն ենք ստացել փոքրիկ, ովքեր կուզեն ծերունիների դերը խաղալ։ Երեխաներ, հիմա թվացյալ ենթադրենք մենք գնացել ենք անտառ շրջայցի եւ այնտեղ ինչ-որ հրաշքով հանդիպել ենք մեր հին օրհնության ծերերին։ Ահա, տեսնենք ինչ հարցեր տուենք մեր ծերերին։ Խնդրեմ, Ինչ դժվարության միջով եք դուք անցել։ ահա, հիմա ծերերը պատասխանեն։ Ունեցել ենք սոցիալական եւ ուսումնական խնդիրներ։ Շատ լավ, ահա, Ինչու եք դուք մեզ օրհնում։ ահա։ Ինչու եք օրհնում, ահա։ Լավ, անցնենք հաջորդ հարցին։ Չունենք այլ հարցեր։ Ահա։ Լավ, երեխաներ, եկեք տեսնենք ով կպատմի մեր այսօրվա ձեռքբերումների, մեր այսօրվա ունեցածի բարեկեցիկ կյանքի մասին, մեր ծերերին պատմենք, թե մենք այսօր ինչեր ունենք, ով կպատմի։ Խնդրեմ, պատմի, Անուշ։ Մենք այսօր Հասել ենք նրան, որ ինչ ունենք։ ունենալու նորակառույց օգտագործում նորագույն տեխնոլոգիաներ եւ անճար կրթության ստանալու Անճար կրթություն ապրես, շատ լավ, նստի, շատ լավ, ահա։ Այսքանով ավարտեցինք մեր դերախաղը, երեխաներ խնդրում եմ նստել ձեր տեղերը։ Հիմա, որպեսզի դասը ամփոփենք, ես ձեզ համար պատրաստել եմ մի քանի հարցեր, հա։ Էին քեֆ անում պապերն ու հայրերը ըստ բանաստեղծության, որտեղ էին նրանք քեֆ անում։ Ես կարդամ տարբերակները՝ կանաչ վիթխարի ինքուզենու տակ, մեծ տան հյուրասենյակում, գյուղի կենտրոնական հրապարակում, գետի ափին գտնվող այգում։ Խնդրեմ, ովանես։ Կանաչ վիթխարի ինքուզենու տակ։ Շատ լավ, ըհը։ Որն է վիթխարի բառի հոմանիշը տեքստում։ Բարձր, գեղեցիկ, հսկայական, հին, Անուշ։ Վիթխարի բառի հոմանիշը տեքստում հսկայական։ Շատ ճիշտ է ապրել։ Ինչպես էին կանգնած երեխաները մեծերի առաջ, նստած էին նրանց կողքին, ուրախ պարելով, ձեռքները հետևում կապած, գլխաբաց, ձեռքները սրտերին դրած։ Խնդրեմ, Մինիկ։ Երեխաների մեծերի մոտ էին, ուրախ պարելով եւ երգելով։ Շատ ճիշտ է, հաջորդ հարցը որն է առվիկ բառի հոմանիշը։ Հանգիստ, խելացի, տխուր, կայտար։ Գոհար, Կայտար։ շատ ճիշտ է, կայտար, ահա։ Ինչ նկատի ունեին մեծերը ասելով ապրեք երեխեք, բայց մեծպես չապրեք։ Չէին ուզում, որ երեխաները գյուղում մնային։ Ցանկանում էին, որ նրանք ավելի լավ ու երջանիկ կյանք ունենան։ Ցանկանում էին, որ երեխաները չծերանան, արգելում էին երեխաներին քեֆ անել։ Ահա, Գարիկ։ Ցանկանում էին նրանց լավ կյանք եւ երջանկություն։ Ավելի լավ կյանք եւ երջանիկ ապրես։ Շատ ճիշտ է։ Եվ մեր վերջին հարցը ով է զվարթ բառի, որն է զվարթ բառի հոմանիշը։ Լուր, ուրախ, բարձր, արագ։ Վահրամ, ուրախ, ահա, շատ լավ, ահա։ Այսքանը մեր հարցերն էին, վերջին ամփոփման հարցերն էին, ահա, շնորհակալ եմ երեխաներ։ Հիմա ես ուզում եմ տնային առաջադրանք տալ ձեզ, ստեղծագործական շարադրություն կգրեք երեխաներ, տատիկիս օրհնանքը վերնագրով, լավ, ձեզ մոտ նշումարեք, տատիկիս օրհնանքը, երեխաներ խնդրում եմ շարադրության մեջ օգտագործեք հոմանիշներ, որովհետև հոմանիշները մենք խոսքը դարձնում էին ավելի պատկերավոր և գեղեցիկ, չէ՞։ Շնորհակալ եմ։